Նոյեմբերի 13-ին Նինոսմինդայի շրջանի Գանձագյուղում ձեռանց վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ու մասնակցությամբ Սամսխե Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տերնշան Վարդապետ Համայակյանի վերաօծվեց Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցին։ Սրբազան արարողությանը մասնակցում էին առաջնորդական փոխանորդության հոգևորականներ, Գանձագյուղի հավատավոր համայնքը։ Եկեղեցու բարեկարգման աշխատանքներն իրականացվել էին Արայիկ Հակոբյանի ազնիվ բարերարությամբ։ Այսօր պատմական օր էր Գանձագյուղում, որովհետև օծվեց այս պատմական Գանձագյուղի Սուրբ Կարապետ եկեղեցին։ Անշուշտ եկեղեցին գործող եկեղեցի էր, բայց քահանան ստիպված էր վեմ քարով պատարակները մատուցել եւ մինչ օրս օծված չէր եւ շատ լավ առիթ եղավ, որ մեր հենց համագյուղացիների կազմակերպմամբ փոքրիկ վերանորոգություն անցկացվեց եկեղեցում, եկեղեցին ավելի բարեկարգվեց եւ առիթ դառավ, որպեսզի օծումը կատարվի եկեղեցու եւ այսօր մենք օծեցինք եկեղեցին 16 սյունները եւ այսօրվանից սկսյալ եկեղեցին արդեն կարելի ասել լիարժեքորեն կծառայի իր ժողովրդին եւ ժողովուրդն էլ արդեն հուսանք որ վերաօծված եկեղեցում ել ավելի ջերմերանդորեն կաղոթի եւ ել ավելի հզոր հավատք ցուցաբերի եւ ել ավելի հզոր կաղոթի իր ազգի եւ իր ժողովրդի համար։ Գանձագյուղի Սուրբ Կարապետ եկեղեցին հիմնադրվել է տեղացի հայերի աջակցությամբ եւ Գրիգոր քահանայի ղեկավարությամբ։ Եկեղեցու մասին արկա է հետեւյալ նկարագրությունը։ Ունի մի փառավոր եկեղեցի, սրբատաշ քարով եւ թաղակապ, 4 սյունների վերայ։ Այն եկեղեցին պարծանք կարող է բերել մինչև անգամ շատ քաղաքների, շինուած ժողովրդի տուրքով եւ հանգուցյալ Գրիգոր քահանայի օժանդակությամբ եւ հոգատարությամբ։ Փառք եւ գոհություն Աստծուն, հուրախություն մեզ բոլորիս այսօր ձեռամ վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի վերաօծվեց, շնորհագործվեց մեր Սուրբ Կարապետ եկեղեցին Գանձա համայնքի, որը կառուցել են հայ մեծանուն բանաստեղծ քնարերգու Վահանտերյանի պապը Տեր Գրիգոր քահանան եւ հայրը Տեր Սուքյասը գյուղացիների մասնակցությամբ։ Էրզրումից գաղթած մեր նախնիկ տեսնելով կարևորությունը հոգևոր կյանքի շատ շատերը դեռևս իրենց ընտանեկան հարկը չկառուցած, իրենց տները չկառուցած լծվել են օրհնյալ եւ աստվածահաճո գործին այս հոյակերտ եկեղեցու կառուցման։ Խունկ եւ աղոտ լույս եւ օրհնություն նրանց վառ ու պայծառ հիշատակին, որ այս հոյակերտ եկեղեցին աղոթատունը կառուցել եւ նվիրել են մեզ ի վայելում են։ Մենք էլ սուրբ պարտականություն ունենք մեր ուսերին, մեր ջանքերը ներդնելու, մեր առողջության գնով նույնիսկ պահելու, պահպանելու այն հսկայական հոգևոր արժեքները, ազգային արժեքները, որ նրանք ավանդել են մեզ, մենք էլ անաղարտ կերպով պետք է փոխանցենք մեր սերունդներին, դարձյալ գոհություն եւ փառք, վերառաքելով առ Աստված, որ իր առատ օրհնությունները բաշխում է, իր ողորմությունը շարժում է հայոց ազգի վրա, ի Հայաստան, Ջավախք եւ Իսփյուռս աշխարհացն։ Ամեն։ Թող Աստված շեն ու հաստատ պայի Հայաստանի այս առաքելական մեր Սուրբ եկեղեցին իր գահակալով եւ իր հոգեվոր ու հավատավոր ամբողջ դասով։ Տերը օրհնի ամենքիս։ Փառք Աստծուն։ Օսի եւ սրբեսի ըժուրդս սրբով Կարապետի Եկեղեցին քարաշեն սրբատաշ քարերով կառուցված գմբեթավոր եկեղեցի է։ Կառուցվել է 1859 թվականին։ Եկեղեցին մշտապես գործել եւ ծառայել է համայնքի հոգեվոր կարիքների համար։ Եկեղեցու հոգեվոր կազմն է եղել Տեր Զաքար Միքայելյանը, Գրիգոր Տեր Ղազարյանը, Սուքյաս Տեր Գրիգորյանը եւ Արիստակես Հովանիսյանը, որոնք քահանայագործել են 1860-ից 1880-ական թվականները։ Ընդունված գարքի համաձայն ամեն անգամ երբ եկեղեցին վերանորոգում է, պետք է վերաօծում կատարվի։ Այս վերջին տարիներին սա երկրորդ օծումն է եկեղեցու, վերանորոգում է տեղի ունեցել եւ հարկ է եղել նորից օծել եկեղեցին, որովհետեւ մերոնը
եւ կնիքը լինեն եկեղեցին պահող պատերի վրա, սույների վրա, ամեն ինչ կատարվի ըստ օրենքի եւ հավատացյալ ժողովուրդը մտնի եւ դուրս գա օծված եկեղեցի։ Հայ ժողովուրդը ամենաառաջի քրիստոնյաներից լինելով գուցե թե ինչ որտեղ խորթացել էր եկեղեցուց, մանավանդ սովետական 70 տարիներին, երբ այս հոյակապ Սուրբ Կարապետը պահեստի էր վերածված, Ջավախքի ամենագեղեցիկ եկեղեցին է, 19-րդ դարում կառուցած, բայց չէր ծառայում նպատակին, հիմա ամեն ինչ լավ է, արդեն եկեղեցին ունի այցելուներ, եկեղեցում կատարվում են բոլոր ծիսակարգերը, պսակի, կնունքի եւ պատարակ է մատուցվում ամբողջ ամեն մի կիրակի շաբաթ օրեր։ Ունենք մշտական գործող շատ էներգիայով ոչդված քահանա, իդեմս Տեր Գևորգի, որը ամեն ինչ անում է, որպեսզի բնակչությանը կապի եկեղեցու հետ։ Ցավոք, դա շատ տանդաղ process է, ժամանակին այս եկեղեցին լինելով շատ հայտնի եկեղեցի նախքան սովետական կարգերը, նրա դեմ մեծ պայքար է ծավալվել։ Այս եկեղեցին զուգահեռաբար ունեցել է 2 քահանա միաժամանակ աշխատող։ Հավատացյալներ այստեղ այցելել են ոչ միայն կանզացիները, այլ նաև շրջակա գյուղերից ու շրջակա շրջաններից։ Այս եկեղեցում ես պատմությունը բավականին ուսումնասիրել եմ, այստեղ պսակներ է կատարվել ախալքալաքցիների, ծալգացիների, նույնիսկ լեննականից եկած մարդկանց պսակադրություն է կատարվել Սուրբ Կարապետ եկեղեցում, այնպես որ եկեղեցին վերածնունդ է ապրում, մենք դրա համար շատ ուրախ ենք եւ դա Աստված, որ եկեղեցին ծառայի իրոք իր նպատակին, մարդկանց մեջ հույս եւ հավատ արթնացնել։ Պահպանիչ եւ հույս հավատացողոց Քրիստոս Աստված մեր, բարյա, պահպանյա եւ օրհնյա, Աստված հայոց, եկեղեցիս Հայաստանյայց, նորոգության Սուրբ Կարապետ եկեղեցի, ըստ նաեւ ըստ բարերանս եւ հավատացյալս սորի, ընդհանրապես Սուրբ եւ պատվական խաչիկոյի խաղաղության։ Փրկայրեգնի եւ աներևույթ շնամույն, արժանավորյալության կարավորելս քեզ, ընդորքորով սրբով կույտ այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից, ամեն։ Սիրելի հավատացյալ երբայրներ եւ քույրեր, իով պատմական մի բան ապրեցինք այս րոպեների ընթացքում, քանի որ ունեցանք պատիվը եւ առիթը օծելու այս պատմական գյուղի, այս պատմական եկեղեցի։ Ուրեմն այսօր շատ լավ օր էր, շատ ուրախալի տոնախմբություն էր, այսօր եկեղեցին նորովի նորոգվել էր, օծվեց, ավելի ամուր, ավելի ուժեղացավ։ Ես շնորհավորում եմ բոլոր գանձացիներին, որ այսօր ունենք այսպիսի եկեղեցի, որը մեծ հպարտություն է, այսօր նորովին նորոգվեց, օծվեց, իմ մեծ ցանկությունս է բոլոր գանձացիներին առողջություն, հաջողություն, թող նոր օծված եկեղեցում հարսանիքի, հարսնդեսի, շնորհավորանքներ, օրհնություններ լինի։ Ապրին բոլոր մեկը, ովքեր օգնեցին, ովքեր ձեռք մեկնեցին, որովհետեւ եկեղեցին նորացավ, շենացավ, ամրացավ, ապրեն բոլոր մեկը, ապրին մեր Տեր Գևորգ քահանան, շնորհավորում եմ, բոլորս լավ լինենք, առողջ լինենք, նոր եկեղեցում միայն հարսանիքի արարողություններ լինի։ Սուրբ Կարապետ եկեղեցու մասին մշտապես հոգ են տարել եւ պարբերաբար վերանորոգել են։ Վերջին վերանորոգման աշխատանքներից է եղել 2008-ից 2009 թվականին Գագիկ Ծառուկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, նաև 2015-2016 թվականներին Գանձագյուղի հայերի միջոցով վերանորոգվել է եկեղեցու տանիքը։